Սիրելի հայեր, մենք երկրորդ անգամ բարձրացանք խոստում, որպեսզի վերահաստատենք մեր ուխտն ու երդումը Գարեգին Նժդեհի առաջ, որ վերածննդի շարժումը սկսված է։ Մենք գալիս ենք Երևան 2025 թվականի ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 18:00։ Բոլորս մի մարդու նման հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Վերածննդի շարժումը իրական ազգային հեղափոխությունը սկսված է։ Դրա նպատակն է մերժել ներկա ու նախկին իշխանություններին։ Ես դիմում եմ քեզ, Նիկոլ։ Մենք գալիս ենք արդարության վերականգնման հետևից։ Դու դավաճանել ես ժողովրդին, դու սպանել ես ժողովրդի հավատը, դու կործանել ես ու վաճառել ես ամեն ինչ, ինչը հայի համար սուրբ էր։ Դիմում եմ նաև նախկին իշխանություններին։ Ձեր մեղքը պակաս չի դրանում։ Նույն մեղքը կիսում եք նաև դուք, որովհետև դուք եք հանձնել մեր երկրի բանալիները նրան, ում ի սկզբանե գիտեիք, որ գալիս է դավաճանելու, վաճառելու ու անելու այն գործը, որից դուք խորշել եք։ Մեզ համար բոլորդ նույնն եք։ Ձեր կոռուպցիայի, թալանի, խաբեության օղակը արդեն շատ երկար տարիներ ձգվում է հայ ժողովրդի վզին։ Հիմա ժամանակն է, որպեսզի ձերբազատվենք ձեզանից։ Մենք ձեր ստերի մոխրի վրա կկառուցենք իրական հային վայել, իրական հայի երազած Հայաստանը։ Ձեր վերջի հետ մերվեք, դուք այլևս չկաք, կա նոր սերունդ, կա Գարեգին Նժդեհի սերունդը, կա Գարեգին Նժդեհի գաղափարները առաջ տանող սերունդ, կանք մենք, կանք լույսի բանակը, կանք վերածննդի շարժման իրականացնողներս, ու կա հայազգ, ով կանգնելու է մեր կողքին։ Սիրելի ժողովուրդ, բավական է, վախենաք, տատանվեք ու մոռանաք, որ դուք ամեն այն հայոց պարապետի ժառանգորդներն եք, ուղիղ իրավամբ տիրապետելու մեծ հայքի, Սյունիքին ամբողջությամբ, Արցախին, Նախիջևանին, սիրելի հայազգ, ոտքի կանգնենք, մենք կանք, ուրեմն ամեն ինչ ավարտված չի, քանի կանք դուք, քանի կանք մենք, ուրեմն հույս կա, մենք գալիս ենք Նժդեհի խոստմանը հավատարիմ, մենք գալիս ենք խուստուփից իջնողի առաջ, գոյություն չունի որևէ ուժ, որը կարա դեմ կանգնի, խուստուփից իջած միասնականության մեծ ձնագնդի առաջ, որի յուրաքանչյուր մի մասը, ձեզանից յուրաքանչյուրն է, դիմում եմ հայ մայրերին, հայ հայրերին, հայ եղբայրներին, հայ քույրերին ու որդիներին, դուստրերին, պատերին ու պապերին, մեր բոլոր ընկերներին ու եղբայրներին, սա մեր հողն է, ոչ թե Քոչարյանի, Սերժի, Նիկոլի կամ Լևոնի, սա Գարեգին Նժդեհի հողն է, սա Տիգրան Մեծի հողերն են, որի ժառանգորդը դուք եք մեզ հետ միասին, վեր կացեք ու այլևս բավական է։ Ու սա ես տեղեկացնում եմ ներկա ու նախկին իշխանություններին։ Սա լոկ հայտարարություն չի, սա հռչակագիր է, ու մենք գալիս ենք սա իրականացնելու։ Հիշեք, դուք էլ չկաք, սիրելի հայ ազգ, վերածննդի շարժումը սկսված է, սպասեք մեզ խուստուփից։ Ապրիլի 12-ին, երեկոյան 18:00, եղեք Ազատության հրապարակում, եկել է հայի ծաղկման ժամանակը, առաջ Աստված օրհնի բոլորիս բարձր սիրով ու ճշմարտությամբ, հանուն Գարեգին Նժդեհի, հանուն մեր ժառանգների, հանուն մեր նախնիների, մեր պատմության, մեր յուրաքանչյուր սրբության, կեցե հայ ազգը, կեցե հայ ազգի միասնականությունը, ու կորչեն բոլոր նրանք, ովքեր ծավալել են ու ծավալում են հակահայկական գործունեություն, ներկա ու նախկին իշխանությունների հետ մեկտեղ։ Մենք գալիս ենք վերականգնելու արդարություն։ Հայ ազգ, ամեն ինչ կախված է ձեզանից յուրաքանչյուրից։ Սպասում եմ բոլորիդ ու պատիվ ունեմ, որ հայ եմ, որ ժառանգնեմ ամենայն հայոց սպարապետ Գարեգին Նժդեհի։ Առաջ Աստված, կհանդիպենք Ազատության հրապարակում։ Հայը ձգտում էր իրական իր պատմական ակունքներին, հայաց կտմի կտրիր խուստուփից, որքան շատ, որքան հաճախ նայես այդ հպարտ ու սեքսարին, այնքան շուտ կհասնի քո փրկությունը։ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Իմ անպարտ քաջեր, Վահագն Աստծո զորաչով մենք կազատենք այդ բնակավայրերը։ Իզե
որպես Ղափանի, Գենվազի, Կողթանի ու Բաղավերցի ռազմական դիկտատոր Գարեգին Ներդեի բանակի նվիրյալ զինվոր երդվում եմ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության մեծ հայրենասեր Դավիթ բեկի պատգամներին մարտնչել հանուն Հայաստան աշխարհի մարտնչել մինչև վերջին շունչը մինչև այրան վերջին կաթիլը հանուն Հայաստան աշխարհի հանուն հայրենիքի Դավիթ բեկաբար Հայաստանը միշտ էլ կա Հայաստանը երբեք չի գործառնելու Եթե ոչ մենք ապա մեր սերունդները նորից կսկսեն մեր երկիրը դարձնեն հզոր և միաբան լուսաբացից առաջ գիշերը միշտ ամենամութն է լինում հիշեք